Համազգայնի Կասպարիպեգյան թադարախումբը կբադրաստվի այս շաբաթավերջին փեմ բարձրանալ Հակոբ Տեր-Մելքոնյան թադերասրահի մեջ ներկայացնելու համար ռուս թադերակիր Ալեքսանդր Գալինի «Մենք թեր պիտի ապրենք» թադերախաղը փեմատրությամբ հայրենի վաստակավոր արվեստագետ փեմատրիչ Վիկեն Ստեփանյանի, որ Կասպարիպեգյան թադերախումբի այս եղանակի գլխավոր ներկայացման համար հրավիրված է Հայաստանեն։ Այս առիթով այցելեցինք Տեր-Մելքոնյան թադերասրահ եւ հետևեցանք թադերախումբի փորձին եւ զրուցելով փեմատրիչ Վիկեն Ստեփանյանի հետ առաջին հերթին հարցուցին այս թադերախաղի ընտրության մասին, որ ըստ փեմատրիչին անմիջականորեն կապված է յուրաքանչյուր մարդու հետ, որ դարիքը առնելով թեմ հանդիման կգտնվի նոր հարցերու, որոնց պատասխանները այս բարակային կարելի է գտնել արվեստի կամ թադերական այս գործին մեջ։ Կյանքը ամենքիս առանձին է, իսկ արվեստը կարողանում է թատրոնը հատկապես ամփոփել այդ հարցերը։ Եվ կարծում եմ այս ներկայացումը շատ հարցերու պատասխան կտա։ Ինչ է կատարվում մեզ հետ։ Քանի երիտասարդ ենք չենք անդրադառնում, բայց երեխա ենք մեծացնում, թոռներ ենք ունենում, հետո երեխաները թողնում գնում են։ Անշուշտ իրանք ունեն այդ իրավունքը գնալու, ապրելու իրենց կյանքը անպայման, սակայն ինչ է կատարվում մեզ հետ, ծնողներիս հետ, երբ որ հանկարծ զգում ենք, որ մնում ենք մենակ։ Իսկ 6 հոգի է փաղկացած ցերասանական գազմին մասին խոսելով Վիկեն Ստեփանյան ըսավ. Կարծում եմ իրենք բավականին հետաքրքրական աշխատանք են կատարել։ Գնահատականը հիմա տալ սխալ է, բայց ես միշտ շնորհակալ եմ իմ դերասաններին աշխատանքի համար, որովհետև ուրիշ ոչ ոք կարող է քո միտքը, երազանքը տեղ։ Մեր հարցազրույցի ավարտին փեմատրիչը արժևորում մգադարեց Լիփանահայ թադերական կյանքի մասին, բարձր քննադելով անոր այլազանությունն ու հարստությունը, սակայն փեմատրիչը խստորեն քննադատեց աղավաղված լեզվով մատուցված ներկայացումները։ Ես Երևանում պայքարում եմ մաքուր հայրենի համար։ Երևանում, ուր արդեն հայերեն է, եւ այդ հասարակ լեզվին շատ հակառակ է, որը կհնչի երբեմն հեռուստատեսությունից։ Ինչու այստեղ, երբ մենք ի սկզբանե դրած ենք միտքն ու այն գաղափարը, որ սփյուռքահայությունը պահպանի հայրենի լեզուն, մայրենի լեզուն, պահպանի մաքուր հայրենը, մենք վերցնենք եւ ամերիկյան նյութի մեջ այն աղավաղենք։ Կասպարիպեգյան թադերախումբի «Մենք թեր պիտի ապրենք» ներկայացումը Լիփանահայ թադերասեր հանրության կմատուցվի այս շաբաթավերջին 8 եւ 9 մայիսին, ինչպես նաեւ հարաճիգա շաբաթավերջին 15 եւ 16 մայիսին Հակոբ Տեր-Մելքոնյան թադերասրահին մեջ Բուրչամուտ։